Իրանի շուրջ լարվածությունը շարունակվում է, սակայն ԱՄՆ-ը առայժմ հապաղում է հարվածներ հասցնել։ Որն է սրա պատճառը։ Իմ համոզմամբ երկու մեծ պատճառ կա սրան։ Առաջինը ռազմական, երկրորդը տնտեսա-քաղաքական։ Բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ռազմաքաղաքական առումով ԱՄՆ լրացուցիչ ավիակիր է ուղարկել Արաբական ծով, ԱՄՆ ունի տարածաշրջանում 40-ից ավել ռազմաբազաներ, հրթիռներ, 1000 ու մի ռազմական միջոցներ ունի։ Եվ հետեւաբար թվում է, թե Իրանին ճնշելը շատ հեշտ է լինելու։ Մյուս կողմից Իրանը ունի հեռահար հրթիռներ, որոնք թիրախային հարվածներ կարող են հասցնել եւ շատ էֆեկտիվ են։ Իրանը նաև ունի անօդաչու ռազմական սարքեր, այդ շահիդ դրոնները, որ նաև Ռուսաստանին մատակարարում եմ ասում, քանի որ Ռուսաստանը արդեն մի քանի գործարաններ ստեղծել եւ ինքն է սկսել արտադրել դրանք, Ուկրաինայի դեմ պատերազմում էին դրանք շատ կիրառում եւ էլի մեծ արդյունավետություն ունեին։ Իրանը նաև կարողություններ է զարգացրել, որ ծովում կարող է շատ մոբիլ գործել, այսինքն փոքր մոտորանավակներով, որոնք ռազմական մեծ հագեցվածություն ունեն, կարող են նույնիսկ հրթիռներ հարվածել, կարող են ամերիկյան ավիակիրներին, որոնք միլիարդների թանկանոց եւ արժեքավոր եւ աշխարհում չկրկնվող ռազմական նմուշներ են, դրանց կարող է շատ լուրջ վնասներ հասցնել։ Երեկ էլ Իրանը Ռուսաստանի հետ Օմանի ծովում ռազմական վարժանքներ էր իրականացնում, ցուցադրելով իր ուժը, այսինքն ԱՄՆ-ին մի կողմից հետ է պահում նա, որ Իրանը իրականում ունի լուրջ կարողություններ ոչ թե ԱՄՆ-ին հաղթելու, բայց ԱՄՆ-ին մեծ վնասներ հասցնելու։ Ինչը երբ խաղերի տեսության կանոններով որոշում է մի երկիր հարձակվել, չհարձակվել, ինչ գործողություն անել եւ համադրում է, թե դիմացինը ինչ կարող է պատասխանել, ապա այս տեսանկյունից առայժմ ԱՄՆ-ին սա հետ է պահում, հարձակման տարբերակը ԱՄՆ-ին հետ է պահում, առայժմ սպառնալիքի տարբերակն է նա կիրառում։ Մյուս կողմից էլ մի այլ կարևոր հանգամանք կա տնտեսա-քաղաքական, տնտեսականը նա է, որ այդ Հորմուզի նեղուցով, որ Պարսկական ծոցը կապում Արաբական ծովին, այդ տարածաշրջանով է անցնում նավթային ռեսուրսների առևտրի աշխարհի շուրջ 20%-ը, այսինքն այդ արաբական հարուստ նավթային երկրները այդ տարածքով են հիմնականում իրենց առևտուրը իրականացնում, այդ տարածքով կան նաև մեծ խողովակաշահեր եւ Իրանը հայտարարել է, որ սրանք է նաև թիրախ դարձնելու, իրեն հարվածելու եւ իր դեմ պատերազմ սկսելու դեպքում։ Եվ սրա տնտեսական-քաղաքականի մյուս մասը նա է, որ ԱՄՆ-ը չունի ամբողջական աջակցությունը իր ՆԱՏՕ անդամ դաշնակից եվրոպական պետությունների։ Ինչու է սա պետք, քանի որ Եվրոպայում էլ կան ամերիկյան ռազմաբազաներ տեղակայված եւ ԱՄՆ պետությունը լինելով մեծ հեռավորության վրա, ճիշտ է, ռազմաբազաներ ունի ավելի մոտ Իրանին, բայց պատերազմը եթե երկարատև դառնա եւ ռազմամթերքի եւ այլնի մատակարարման դեպքում նա ունի նաեւ այս եվրոպական երկրների աջակցությունը։ Հիմա հարց առաջան, բա ինչու չունի սա։ Տեսեք ինչ է տեղերում, քանի որ Տրամպը վերջերս գիտենք, որ ոտնձգություններ է անում Գրենլանդիայի նկատմամբ ուզում է Դանիայից խլել դա, եվրոպական երկրները սկսել են ավելի զգուշավոր լինել ամերիկյան քաղաքականության, արտաքին քաղաքականության աջակցության առումով։ Ինչու, որովհետև նրանք տեսնում են, սկզբում Վենեսուելայի հետ ինչ եղավ։ Հիմա եթե Իրանին օգնեն իրենք, որ իշխանափոխություն լինի Իրանում, ԱՄՆ-ի ներկայ վարչակազմը ավելի կոպիտ բառով ասեմ սանձարձակ է դառնալու, այսինքն Թրամպը տեսնելու է, որ իր ինչ ուզում լինում է եւ ռազմական բռնի ուժ գործադրելով է հաջողում, նա իր, այսինքն այս դաշնակիցներից էլ Գրենլանդիան կարողանալու է խլել, այսինքն մի կողմից եվրոպացիները չեն կարող ԱՄՆ-ին չաջակցել, մյուս կողմից էլ հասկանում են, եթե աջակցում են ԱՄՆ-ին ավելի են ուժեղացնում, այդ ուժը նաև իրենց դեմ է օգտագործվելու։ Եվ սա է նաև ԱՄՆ-ին առայժմ հետ պահում հարվածներ հասցնելուց, բայց կրկնեմ, որ սա ասեմ, որ սա չի բացառվում, պատերազմի տարբերակը չի բացառվում եւ նաեւ սրա մասին էլի զրույց ունեմ չկրկնեմ, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նաեւ այս process-ները ես որ հետևում եմ, պարբերաբար ինչ եմ հասկանում, տեսեք, մի կողմից հզոր ԱՄՆ-ն է, մյուս կողմից Իրանը ճնշված 20, 30, 40 տարի սանկցիաների տակ տնտեսական միլիոն խնդիրներով, բայց կարողանում է կանխարգելիչ գործոն դառնալ իր ընտրած ուղղությունը ռազմաարդյունաբերության զարգացման, որ ԱՄՆ-ը հապաղում է հարվածելուց առաջ, մտածում է սպասեք հələ, եթե հարվածեմ, կարող է մեծ վնասներ ինձ պատճառի Իրանը, հետեւաբար
Նույնիսկ ԱՄՆ նախընտրում է սկզբում վախացնելով եւ տարբեր քաղաքական հնարքներ կիրառելով Իրանից ստանալ իր ուզածը։ Եվ սա կիրառության մեջ տեսնելով է նաեւ, որ ես ինքս համոզմունք ունեմ, որ Հայաստանը պետք է ընտրի այս մարտավարությունը, այսինքն հրթիռներ զարգացնելու, կարծում եմ մենք ունենք այդ կարողությունը, ժամանակի ընթացքում կարող ենք ավելի զարգացնել եւ անօդաչու սարքեր, որոնք մեր պաշտպանության եւ հարձակողական ներուժը կմեծացնեն։ Սակայն այս ամենը էլի եւս մեկ անգամ ասեմ, կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ մենք ունենք հայկական շահեր պաշտպանող իշխանություններ, ինչը հիմա չունենք, եւ հետեւաբար հայկական ազգային օրակարգի թիվ 1 կետը շարունակում է մնալ փոխել այս իշխանություններին եւ ունենալ հայկական իշխանություններ։ Լավ եղեք։